Տեղի ունեցավ համընդհանուր առողջապահության հիմնադրամի խորհրդի նիստը եւ ընտրվեց ղեկավար կազմը։ Կուզենայի լսել ձեր գնահատական առաջի կիսամյակի արդյունքների մասին, ոնց է գնահատում ընթացքը։ Ենթադրում եմ նաեւ քննարկվել է ապագայի ծրագիրը եւ կուզենայի իմանալ եկող տարվա մասով կառավարությունում կա պատկերացում, որոշում ինչպես է լինելու գինը, պահպանվելու է ներկայիս գները, դա տարեկան փաթեթը 129,600 ու ամսական 10,800-ը, ինչպես նաև պահպանվելու է արդյոք այդ սուբսիդավորման չափը, որ ներկայիս կա, եթե չի պահպանվելու, փոփոխվելու է, բարձրանալու է, ապա ինչպես, շնորհակալություն։ Ես այդպիսի տվյալ չունեմ եւ մենք նման հարց չենք քննարկել ընդհանրապես մեր մրցութային հանձնաժողովի նիստը եղել մրցութային հանձնաժողովի այնտեղ բովանդակային հարցեր միայն այս համատեքստում են քննարկվել ձևավորվել է հոգաբարձուների խորհուրդ ընտրվել է գլխավոր տնօրեն նրանք կնշանակվեն նրանք կմտնեն աշխատանքի մեջ եւ նրանք է ռեկոմենդացիաներ ունենան եթե չեմ սխալվում կարգավորումներով այդ հոգաբարձուների խորհուրդն է նաեւ գների հարցում որոշակի դերակատարում ունենալու կառավարությունը քաղաքականությունն է մշակելու եւ հոգաբարձուների խորհուրդը եւ գլխավոր տնօրենը գործելու են այդ շրջանակում այս պահին մեր պլանը հետեւյալն է որ 2028 թվականին ամբողջ բնակչությունը պետքա ներառված լինի եւ հաջորդ փուլում մենք առաջնային կարգով արդեն նաեւ 63 տարեկան թոշակառուներին կներառենք ծրագրի մեջ որպեսզի սոցիալական հատվածը կառավարության ամբողջացնենք այն մնացած հատվածներով կմտածենք իսկ այս պահի դրությամբ առողջության ապահովության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ է գործել ի հեճուկս բոլոր այն փորձերի եւ դա իմիջիայլոց նաեւ տեղի ունեցավ որ լուրեր էին տարածում թե ընտրություններից հետո համակարգը չեղարկվելու է դրա նպատակն էր որ մարդկանց հոսքերը էականորեն մեծանան եւ համակարգը կոլապսի ենթարկվի մարդկանց հոսքերը էականորեն մեծացան բայց համակարգը կոլապսի չի ենթարկվեց ինչը շատ լավ է եւ այս հենքի վրա արդեն նոր ուժ նոր մարդիկ են գալիս որոնք պրոֆեսիոնալ են տարբեր ոլորտների եւ իրենք համոզված եմ եւ հույս ունեմ որ իրենց աշխատանքի արդյունքում կլավարկեն եւ բնականոն զարգացումը համակարգի կապահովեն իհարկե կառավարության առաջնորդության ներքո